Բարի երեկո հարգելի հետևորդներ, ժամը 22:45 րոպե, իսկ դա նշանակում է, որ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ հետևորդներ, պետք է խնդրենք մինչ եթերը դիտելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջին, ինչպես նաև կիսվեք ձեր մտերիմների հետ մեր տեսանյութերով, թող իրենք տեսնեն, ինչպիսի կլանների հետ գործ ունենք երկար տարիներ շարունակ։ Եվ Արամ, եթերը ուզում եմ սկսել վաղարշաբաթի ընտրություններից, մենք նախորդ կիրակի հետևեցինք ընտրություններին, տեղում ենք եւ հենց ընտրությունների հաջորդ օրը արդեն եղավ կալանավորումներ, 10 անձ ձերբակալվեց, որոնցից 5-ին մեղադրանք առաջադրվեց կաշառք բաժանելու ստանալու տենց հիմքով։ Արամ, ինչպես ես գնահատում վաղարշաբաթում տեղի ունեցած ընտրությունները եւ ձերբակալություններին, իդեպ հաղթանակ դաշինքից են ձերբակալություններ եղել բոլորիս կողմից Քոչարյանի քութիկներից։ Խնդրեմ Արամ։ Շնորհակալ եմ Արտուր հարցի համար եւ ես մեր սիրելի հայրենակիցներին նշեմ, որ մենք ընտրությունների օրը եւս գտնվել ենք վաղարշաբաթ համայնքում, Էջմիածին քաղաքում ենք եղել եւ հանդիպումներ ենք ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ես պետք է ցավակցեմ մեր հայրենակիցներին, որովհետեւ վաղարշաբաթում եւս մենք ականատես եղանք, երբ Ռոբերտ Քոչարյանը իր թայֆով ուղղակի հարամեց ընտրությունները եւ դրա արդյունքում ուղղակի խեղճ ու կրակ մեր հայ ժողովուրդը գնաց եւ այդ նախկինների ահուսարսափից ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, այնինչ որ այնտեղ կան եւս ընդդիմադիր ուժեր, Հանրապետություն կուսակցությունը, որը որ շեմը չհաղթահարեց ցավոք սրտի, նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որը շեմը չհաղթահարեց հենց Քոչարյան եթիմի պատճառով եւ սիրելի հայրենակիցներ, Էջմիածնի քաղաքի մեր բնակիչները վաղարշաբաթ համայնքի բնակիչները միայն կշահեին, եթե Հանրապետություն կուսակցությունը եւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ներկայացված լինեին ավականիում եւ ավականի ունենային, դա միայն կլիներ հենց մեր ժողովրդի հաղթանակը, բայց Ռոբերտ Քոչարյան քութիկի պատճառով գիտեք ինչ է տեղի ունեցել այնտեղ, այդ նախքին այդ թափթփուկները, այդ փողոցի խուժանը այդպես ոտքի էր կանգնել եւ նրանց ֆինանսավորում էր հենց Ռոբերտ Քոչարյանը։ Մենք տվյալներ ունենք եւ ահազանգեր ունենք, որ այնտեղ նոր մեթոդ են այսպես մշակել, այդ նոր էլեկտրոնային դրամապանակների միջոցով փողեր են փոխանցում, այդ տարբեր Telegram ալիքներով այնպիսի իրավիճակ է ստեղծում, որպեսզի չկարողանան վերահսկել այս քութիկներին, բայց ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նրանց դուրը կթակի, ինչը որ մենք այսօր արդեն իսկ տեսնում ենք, եւ եւս մեկ անգամ մենք ճիշտ դուրս եկանք Արտուր, քանի Քոչարյան, Ռոբերտը, Սերժիկ Սարգսյանը կան եւ իրենց քաղաքական ներկայությունն են ապահովում քաղաքական դաշտում, բնականաբար տեսնում եք ինչ է կատարվում։ Մարդիկ սրանց ահուսարսափից վախից գնում են իշխանությանը ձայն են տալիս, այնինչ մեզ պետք է մի համակարգ, որտեղ նաեւ իրական ընդդիմությունը ներկա լինի։ Իսկ մենք այսօր համարում ենք, որ ընդդիմադիր շատ ուժեր կան, որոնք որ պետականակենտրոն ուժեր են եւ պետականության հիմքում է ընկած նրանց գործունեությունը, այլ ոչ թե գան թալանեն, չգիտեմ, կոռուպցիայով զբաղվեն։ Այս կոնտեքստում ես նշեմ, որ եւս մեկ անգամ հայ ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժիկ Սարգսյանին իրենց տեղը ցույց տվեց։ Իսկ իրենց տեղը դուք գիտեք, որ դա սովետաշինի աղբանոցն է։ Տես Արամ, մեր հետևորդների մի մասը մեկնաբանություններում նշում են, ասում են անընդհատ նույն բանն են ասում, չեք գործում, միայն խոսում եք։ Սիրելի հետևորդներ, 30 տարուց ավել այդ մարդիկ զբաղվել են թալանով եւ 2018 թվականի հեղափոխությունից հետո փաստեր են նոր ձեռք բերվում այդ դատախազություններում, քննչականներում, որ նախորդ դատախազները կեղծել են եւ հետո թողել գործից դուրս են եկել, գնացե փաստաբան են դարձել արդեն եւ նոր դատախազը նորից գործը վերաբացում է եւ այտենց հեշտ չի միանգամից մեկ օրվա ընթացքում 30 տարի թալանածներին հետ բերել եւ հերթով եւ մեր YouTube-յան ալիքի էջում այնտեղ записи сообщества հատված կա, Արամ կխնդրեմ ցույց տաս, մենք տեղադրում ենք բոլոր քրեական գործերը, որոնք ամեն օր մի քանի քրեական գործ է տեղադրվում եւ հեսա կարադառնա նրանցից մի քանիսին։ Այո։ Մինչ Արմեն Գևորգյանին անդրադառնալը տես Արամ, մենք նաև տեղադրել ենք
Երևանի նախկին քաղաքապետ, այս պայն ազգային ժողովի падգամավոր Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա է կալանք դրվել, գլխավոր դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից ու փող կապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ։ Խոսքը հենց առաջինը գնում է այդ Երևանում Ավանում գտնվող այդ Gold համարանիշով սեփ առանձնատան 77.7 Այդ առանձնատան մասին է խոսքը գնում հերն է թողել Տարոնին երևի ժառանգություն։ Այո, եթե հիշում եք Տարոն Մարգարյանն ընդհանրապես բնակվում էին այդտեղ Վիսոտնի շենքեր։ Այո։ Բարձրարկ շենքում էին բնակվում, հիմա որ այս մեր հետևորդներից շատերը որ ասում են բռնեք դե հիմա գնացեք բռնեք բան, սիրելի հետևորդներ, մենք նաև ունենք ձեր աջակցության կարիքը։ Ձեզանից են մարդիկ ովքեր ասում են դե արեք բան, դուք կարող եք մեզ եթե ինչ-որ տեղեկություններ ունեք, տվյալ ասենք նույն Տարոն Մարգարյան անձի հետ կապված, կարող եք մեզ այդ կապ հաստատել եւ տեղեկություններ տրամադրեք, մեր թիմը կզբաղվի։ Տեսեք, օրինակ տարիներ շարունակ նույն Տարոն Մարգարյանի իշխանության ժամանակ գերեզմանատանը հող վերցնելը դա ոնց որ ասենք շինարարության համար տարածք էր առնում։ Ընդ մի հատ Ղարաբաղցի էր նստած թորքի դեմքով հենց բանով։ Սիրացի հետ նստած էր վրան ոսկեղեններով։ Մտնում էր երրորդ գյուղի գերեզմանոց, ասում էր առաջին շարքը $1000 է, երկրորդ շարքը բանը $700 է, երրորդ շարքը $500, ոնց որ բանում Բաթումիում հանգստի գնալուցներ բանը։ Հողը վաճառում էին 2018 թվականից հետո համ այդ սուբյեկտը այդ անձնավորությունը արդեն դատական գործով անցնում է եւ նորմալ պետականորեն հողը ձեր կարողանում եք գերեզմանոցի վերցնեք, այսինքն նման լիքը խարդախություններ, լիքը փողերի լվացումներ կա, այդ մարշրուտկաները հələ հիշեք քան է ամեն մեկը մարշրուտկա ուներ, այդքանը որ ասում եք գծերը, այո գծերը այդ գազելները, նույն Տարոն Մարգարյանը մի քանի գազելի գիծ ուներ, Ավանում ինչ տեսա սեփականաշնորհել էր եւ արա մենք հաջորդի մեր եթերներից մեկը պետք է ամբողջությամբ նվիրենք Տարոն Մարգարյանին եւ Արտուր շնորհակալ եմ հարցի համար Տարոն Մարգարյանը մի երևույթ է ինչ որ հանրապետական կուսակցությունում են հանգրվաներ նժդեից են խոսում նժդեն խեղճ նժդեին շանորը գցեցին սրանք եւ Տարոն Մարգարյանին ես կխնդրեմ որ ուշադրություն դարձնի եւ համացանցում այդպես կարող է գտնի թե ինչպես էր իր հայրը Անձանիկ Մարգարյանը որ իրան անկախականի տեղ էր դրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի այդ ոչագործությունից հետո պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը եւ հետո ինչ պայմաններում դարավ վարչապետ եւ հիշողության կորուստ ունեցավ Անձանիկ Մարգարյանի հայրը միանգամից դարավ Ռոբերտ Քոչարյանի ձեռի տակի վարչապետը ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին լսի արա քեզ ինչ եմ ասում դու արդեն մեր խոշորացույցի ներքո ես եւ մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել եւ արդեն մենք սկսել ենք մեր հետաքննությունը այդ ապօրինի հողեր, թույլտվություններ, ահա սարսուր իրավիճակա եւ ու սրանք հանդես են գալի Գարեգին Նժդեի ինչ որ անունը տալով ստենդեյթում են շարքային կապիկների հավաքածու Արտուր սրանց մենք համապատասխան ձևի փաստերով սրանց հակահարված կհասցնենք եւ սրանց տեղը նորից եմ նշում քրեակատորական հիմնարկներն է ինչ վերաբերում է մեր քաղաքացիների կողմից մեզ դիմելու հարցերին տեսեք Արտուր շատ կարևոր է մի հանգամանք ինձ բազմաթիվ մարդիկ են զանգահարում ինֆորմացիան փոխանցում են հետո ասում եմ եկեք եթեր եկեք ես տրամադրեմ վախենում են այս մարդիկ Արտուր 30 տարի այնպես են այս մարկանց խափե հեքիաթներ են պատմում ինչ որ իրանց ռեյնբոյի տեղն են դրել չէ Նեմեց Ռուբո Սերժիկ Քոչարյան ասենց ինչ որ Նեպտունի Համիկ բան ասենց ինչ որ երևույթներ թափթփուկներ կան որ իրանց տղու տեղ են դրած եղել ու սրանց ճտեն են եղել իշխանության այս մարկանց ահաբեկել վաղցրել են հիմա դրա համար ես ուզում եմ նշեմ մեր սիրելի հայրենակիցներին որ պետք չի վախենալ մենք անցած հաղորդմանը տեսակ եթե տրամադրեցինք այդ կնոջը հայկին որը որ ու գիտեք ինչն է շատ հատկանշական Արտուր որ հայ կանայք ավելի դուխով են քան տղամարդիկ ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնեմ եւ նաեւ շնորհակալություն հայտնեմ մեր հայ կանանց որովհետեւ այս պետության հիմքերը այս պետության պահողները հայ կանայք են Արտուր տղամարդկանց մեծ մասը զանգում բանը ասում ասես արի եթեր մտնենք ես նստի կողքս ասենք բարձրաձայնենք ասում եք կլինի մանունը չտակ այսինքն քիչ տաղավարի պահ կարա կնանիք ավելի ворցի պես են իրանց պահում տաղու պես են պահում քան սրանք ու ես նաև օգտվելով առիթից ուզում եմ նշեմ մեր սիրելի հայրենակիցներին մենք 3 հաղորդագրություն ստացանք
Սիուշո կոչվածի հետ կապված, տեսեք, Ալինա Մելիքյանը մեզ գրել է, ձեր հաջորդ հաղորդումներում լավ կլիներ խոսայիք Սիուշոյի գողացած զարդերից, ոնց բիզնես ստեղծեց, պետքա բոլորը խոսեն ու խայտարակեն այս անտաղանդին։ Միանշանակ համաձայն ենք մենք Ալինա Մելիքյանի հետ, մենք այս Սիուշո կոչվածին իր տեղը ցույց ենք տալու։ Ես նաև նշեմ, որ մեզ հետ կապը հաստատել այդ հայտնի անձնավորության դուստրը Բերբերյան ազգանունով, որը որ պնդում է, որ Սիուշոն գողացել է իրենց այդ զարդերի այդ մտահաղացումը, այդ բրենդը եւ ուղղակի նմանատիպ իրավիճակ ունենք, ապագայում մենք եւս եթեր ենք անելու այս հարցի հետ կապված եւ նորից եմ նշում, սիրելի հայրենակիցներ, ոտքի կանգնեք։ Եկեք միասին բացահայտենք սրանց այս Ալիևի Քութիկ Քոչանին, իր բջերին, Սերժիկին, իր այն փեսուն նետենք պատմության աղբանոց։ Այո, եւ process-ը կարողացնենք արամ։ Սրանց տեղը զիբիլն է, որտեղ սրանք զիբիլ են։ Եվ այդ ձերբակալությունների process-ը կարողանա, Թալանի վերադարձը կարողանա։ Հաջորդ գործով արամ 14 անշարժ գույք եւ 2 միլիարդ 653 միլիոն դրամ է գլխավոր դատախազությունը պահանջում բռնագանձել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից հօգուտ պետության, որտեղից նախկին փոխվարչապետին այդքան անշարժ գույք եւ այդքան փող։ Դա Արմենչիկ Գևորգյանի մասին է խոսքը։ Տեսեք Արթուր, Արմեն Գևորգյանի հետ կապված մենք ապագայում շատ մեծ բացահայտում ենք իրականացնելու նրա կապը Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ըստ օթում կախված լուրերի եւ նաեւ մեծ մարդիկ ահազանգում են, որ սրանց մեջ եղել է ինչ-որ սեռական կապ անգամ, ինչ-որ Քոչյանը սիրում է, չէ՞, այդպես քիմիա ազգում ինչ-որ Պուտինի նկատմամբ անդադ այս բաներից է խոսում։ Ուրեմն այս Ռոբերտ Քոչյանի սերա վարակին ես զգուշացնում եմ, որ իր ու Արմենչիկ Գևորգյանի այդ Էլթոն Ջոնյան ոյաժների մասին Պրագայում մենք հաղորդում ենք անելու եւ նաեւ սրանց է միացել ինչ որ մի եւս այդպես անձնավորություն կա Սողոմոնյան Վիկտոր անուն ազգանունով մենք սրանց կապը կբացահայտենք Արմենչիկ Գևորգյանի պետքա պատասխանատվության ենթարկենք նա իրավունք չունի նմանատիպ գույք ունենա որովհետեւ բարձրաստիճան պետական պաշտոնյա է եղել եւ հատուցման պահը մոտենում է Արտուր ես անցած մեր հաղորդմանը նշեցի չէ որ Ռոբերտ Քոչյանը հիմա էլ շուտ մարկանց հրավիրում իր գրասենյակ այդ Էրեբունի պլազայում շուտ իր բջի հետ մարկանց շուտ հեքիաթներ են պատմում ռուսները մեզ ուղարկեցին հարցումները որ 18% Քոչյանը վարկանիշ ունի գնում ենք իշխանափոխության Գյումրիից ցենարով էշ միացնում մենք այսքան ձեն ուրեմն լսեք արա այ զիբիլիվրի կատուներ դուք անգամ խորհրդարան չեք անցնելու Եվ Ռոբերտ Քոչյանը իր եթիմների հետ միասին, այն խավոր ունի, այդ գենիա ինչ է, անդադության անդառնում ենք այդ Շագուրիկի հորը։ Այդ Զիբիլիվրի կատվին իրանց թայֆով նետելու ենք քրեակատորական հիմնարկ։ Սրանց տեղը այդտեղ է։ Ու ես նորից եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր հայ ժողովրդին՝ մի վախեցեք։ 30 տարի ձեր արունը խմել են սրանք։ Ոտքի կանգնեք։ Եվ հավատացած եղեք, որ մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Եվ կարող եք գաք դիմել, եթերը կտրամադրենք, պետք է լինի, եթե վախենում եք, այդ ինֆորմացիան մենք կհրապարակենք։ Բայց դուք բոլորդ մի կարևոր բան պետք է անեք։ Դուք ամեն մեկը պետք է մասնակից լինեք այս process-ին, որտեղ սա համաժողովրդական process է դառնալու վերջի վերջո։ Եվ մեր ազգային արտադրական պայքարը, որը որ մենք սկսել ենք, բոլորի դուրը թակելու է Արտուր։ Եվ ես մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ հայ կանանց Որովհետև ոնց հասկանում ենք, այսօր կյանիկ ավելի տղամարդ են, քան տղամարդիկ։ Զանգողներից 100-ից 90-ը կյանիկ են։ Ավելի դուխով են իրաց բանում։ Տղամարդկանց եմ կոչ անում։ Ինչից եք վախում, արա։ Արամ հաջորդիվ նյութը, որը հրապարակել ենք մեր էջում, դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի ունեցու առանձնատունը 1 միլիարդ, իսկ Սյունիքինը 77 միլիոն դրամ է գնահատել եւ դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետից բռնագանձել 8 միլիարդ դրամի ունեցվածք, հայտնել նաեւ երկու առանձնատար շուկայական արժեքները։ Սուրիկ Խաչատրյանի գործով դատարանն անցել է հետաքննության փուլ, հերթական դատական նիստին պաշտպանը պնդել է, որ Խաչատրյանի գույքերը ձեռք է բերել օրինական եկամուտներով։ Այդ ինչ օրինական եկամուտներով հնարավոր է ձեռք բերել նման գույք։ Դե Արտուր Սյունիքը, Սյունյաց աշխարհը թարնեց սա, գզեց այս երևույթը։ Մոռացել եք սա ով է։ Սա Սուրիկ Խաչատրյանն չի, սա հայտնի Լիսկանա, խնդրում եմ սան նման ձևով մենք անդառնանք, որտեղ սա շատ փոքր է, որ մենք իրան ինչ-որ Խաչատրյան ազգանունով դիմենք։
Սա Սերժ Սարգսյանի թափթփուկն է եղել, սա մարտի 1-ին եղել է հանրապետական կուսակցություն շտաբի ղեկավարը այդ ջարդերի այդ կոտորածների, հենց հիմա նա շուտ բուժվում է, փախել է Ֆրանսիա, մի հատ սենյակ են տվել, այնտեղ շուտ հիվանդ է ինչա, միտեղ են բերդում է, միտեղ են չգիտես ինչով է զբաղված, մի հատ գազի զապրովկա ունեն, այտենց այդ գազի զապրովկով են ընկած հիմա էլ սրա այդ Սարի քյալի բնակ այդ առանձնատունը պետք է միանշանակ պետականացվի, Սուրիկ Խաչատրյանը այլևս պատմության աղբանոցում է եւ այնտեղից չի վերադառնա, նրա տեղը այնտեղ է եւ նորից սիրելի հայրենակիցներ, ցանկացած տեղեկատվություն, ինֆորմացիա, անարդարություն, սրանք այնքան մարդուն վատություն արել, որ այդ մարդիկ կան ամեն մեկը մի հատ ցուցմունք տա, հերիք է այդքանը։ Մի լռեք։ Վախենում եք, եկեք մեզ դիմեք, մենք փոխանցենք ԻՀՊ մարմիններին։ Բայց եթե դուք լռեք, եթե դուք տեր չկանգնեք ձեր պետությանը, վաղը սրանք հետ են գալու նորից այդ կոտորածը թալանը անեն։ Մեր պայքարը այս դրան է միտված, որ այս զիբիլի վրի կատուները իրաց տեղը իմանան, ու սրանց տեղը մենք ցույց ենք տալի ամեն օրվա ռեժիմով։ Հարգելի հայրենակիցներ, ումից եք վախենում։ Հելնում են մեր դեմը, փախնում, մտնում են իրաց կյանքի, կներեք Տարուսիկի ռեժիմի մեջ։ Սրանց տեղը է դա, սրանք իրանցից բան չեն ներկայացնում։ Սրանք թուրքը հարձակվեց 2020 թվականին մեր Սուրբ Արցախի վրա փախանշան պես։ Մինչև այդ հեքիաթներ էին պատմում։ Ջոկատի հրամանատար կամավորների եսի ինչ, բա ուր էին արա։ Ես կանգա փեշի տակ էին մտել Քոչյանի գլխավորությամբ։ Քոչյանի մինչև Բելայի փեշի տակից քաշինք հանինք, կյանքներից կեսը գնաց։ Մտե դուրս չէր գալի։ Ումլևս բանջերից ինչ-որ դուք վախենում եք։ Սրանց տեղը նորից եմ նշում, համապատասխան քրեակատորական հիմնարկն է, որտեղ որ նրանք հայտնվելու են նրանց թուլեկի հետ միասին։ Արամ տես, երբ արցախցիները լքում էին հայրենիքը եւ գալիս էին արդեն դեպի Գորիս, Գորիսում ուրեմն պետքա հարցազրույց նկարանենք, ասացին Սյունիքի մարզպետից պետքա նկարանենք, կանգնած սպասում եմ, եւ մի տղամարդ է կանգնած, ասում եմ, բա Սյունիքի մարզպետը ուր է եւ ներկայացրեցին, որ ինքն է ասած, ես եմ Սյունիքի մարզպետը, Ռոբերտ Ղազարյան, ներողություն, Ռոբերտ Ղուկասյանը, ամենայն հարգանքներ ես այդ մարդուն, ես տեսել եմ օրինակ, որ երբ որ Լիսկան պետքա գար, մտներ Գորիս կամ Կապան պետքա մտներ, այնտեղ մի հատ տաբր էր գալիս, հետո քիչ էր մնում գավազանով խփեին գետնին, ֆանֆարներով ներկայացնեին, բան Սյունիքի մարզպետ, նորին սուրբ օծություն, տեր, բան ասենք, բայց մարդը մենակով առանց ինչ-որ ախրանաների, առանց ջպերի եկեք կանգնել էր եւ մարդը հանգիստ նորմալ սկսեց շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Բան ոնց չասես տարբերություն եմ տեսնում ես։ Բնականաբար Արթուր տարբերություն կա, բայց ես նշեմ, որ Սյունիքի մարզպետի, գործող մարզպետի հետ կապված եւս ասարշուտ տեղեկություններ ենք մենք ստացել, որը ստուգման փուլում է եւ եթե դա հաստատվի, ուղղակի կարող ենք ցավակցել ներկայիս Սյունիքի մարզպետին, բայց բնականաբար Արթուր սա խնդիրի համակարգային բնույթ է կրում, այսինքն ցանկացած մարդ, որը որ հասկանա, որ անպատժելիություն է լինելու, ինչ ուզի կարա անի, բնականաբար անելու է։ Եթե օրենքը կարողանան շրջանցեն, խախտելու են, սա դրա մասին է խոսքը։ Այսինքն մենք դեռ չենք կարողացել հասնել գլոբալ առումով համակարգային փոփոխության մեր պատկերացման, բայց փոփոխություններ կան, չէ՞ Արթուր։ Եկեք չմոռանանք։ Հենց այդ փոփոխության մասին խոսեցիք դուք։ Եվ պետք է եւ լավն է ֆիքսենք եւ վատն է։ Այո, մենք նորից եմ նշում, մենք պետք է հասկանանք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը մեր այսօր Նիկոլ Փաշինյանն է իշխանության, վաղը ինքը չի լինելու, բայց մեր պետությունն է կարևոր։ 2000 տարի պայքարել ենք, որ մի փոքր երկիր ունենանք, այս թափթփուկները այս երկիրն են ուզում տանեն սարքեն, գաղութ հանձնեն խալխին։ Ռուսին կլինի, թուրքին կլինի։ Մեր պայքարը դրան է միտված Արթուր։ Արցախ ինչ արեցին Արցախի հետ։ Ողորմելիները։ Իդեպ հարգանքները Սարամ, նախորդ անգամ մենք տեսանյութ էինք տեղադրել, որ կինը պայքարի մեջ էր մտել տաքսիստ վարորդի հետ, ով ներկայանում էր արցախցի եւ ասում էր պետքա մի 5000 հոգի էլ Հայաստանից գնան կոտորվեն, թե չէ որտեղից են գնացել կոտորվել բանը Արցախը կորցրեցին, կզգան ինչ են զգում։ Իդեպ, արա մեզ մեկնաբանությունը եմ գրում են շատ հաճախ, որ ասում են կարծես թե ասում են տաքսիստներին ինչ որ գումար են տալի որոշ զանգվածի, որ ինչ որ տենց հսիելի հետևորդներ, եթե ձեզ տաքսիստը նման զրույցի մեջ է մտնում, սկսում է գովքը անել Ռոբերտ Քոչյանի, ուղղակի թքեք վրան։ Դե մեղմ ասած թքել, ուղղակի չգիտեմ։ Կարակ զանգեք մեզ, եթե նման դուք դեպքի կհանդիպեք, երբ որ
այդ անձնավորությունը, ասում է ձեր հետ է պետքա նույն բանը լինի, որ դուք էլ հասկանաք այդ ինչ, ուրեմն այդ եթիմին ես պատասխանում ուղիղ եթեր, ուրեմն լսի այ լրփի տղա։ Այդ Արցախում, որ դուք 30 տարի ապրում եք, Հայաստանի հայ զինվորի շնորհքն էր։ Մենք տարբերություն չենք դրել Արցախ ու Հայաստան։ Մեր երեխաները այդ արուն են թափել։ Ի տարբերություն ձեր ղազ ղեկավարների, այն գեներալների, որոնք շամպես գնացին հանձնվան։ Այսօր էլ Բաքվում, Ադրբեջանում տեսել եք դրանց կադրերը ողորմելիների։ Գեներալ տղա նահատակները լվացած պարավոյին քցած այդ բոմժի կարգավիճակում։ Դուք ուրեմն Հայաստանցուց, հայից, հայ զինվորից բողոքելու տեղ ունեք արա։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչ կար ասել։ Ասма պետք չէ, պատերազմ պետք է լինի։ Պատերազմը եղավ։ Չէ, էլի պետք է ասma պատերազմ լինի։ Իրանք պատերազմ են ուզում, Արամ ջան, պատերազմ։ Մենք հիանալի, պատերազմը եղավ, ուզում էին եղավ պատերազմը։ Խեն մտա իրանք կանգա տրուսիկի ռեժիմի մեջ։ Շամպես փախան, բերանց բացել է տալի։ Օրով ժամով գիտենք ով ուր դե պահկվե, ով ուր դե փախե։ Հադրութում բոյերը գնում էին, մտտաղամատ հադրութի չէր մնացել։ Ցե Մալիբու այգում էին ապրում։ Բերանց բացել չտակ այլ լրփի տղեկ։ Արդեն համբույցանց բաժակը լցվում է։ Հաթաթ կբռնեմ կթքեմ սրանց վրա Արտուր Երևանի կենտրոնում, որտեվ 30 տարի գնանք ընդ ծառայենք, արուն թափենք, այդ հողն ու ջուրը պահենք, ու այսօր ինչ որ մեկը այդպես բան խոսա։ Ու ես նորից եմ նշում, մենք Արցախում էլ մենք շատ հիանալի ժողովուրդ ունենք, տուժող ժողովուրդ է։ Բայց այդ էլիտա կոչված, այդ Արայիկ Բակո, Քոչարյան, դե Արկադի Ղուկասյան, այդ երևույթը, դրանք իրանց ճտերով ինչ որ մի հատ բան են տարածում Երևանում։ Իրանց թափթփուկներին ուղարկում են, ասում են գնացեք պանիկա տարածեք ժողովրդի մեջ։ Չի անցնելու դա։ Արամ, եւ օրերս տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի դատական նիստը, նա բարձր տրամադրությամբ ներկայացավ տես դատական նիստին, ողջունում էր, ստուգում էր ով է եկել, ով չի եկել, իր սիրելի լրագրողներից ով է ներկա, այն եւ վերջում սկսեց քրֆել, այնտեղ հայոյել բոլոր նրանց, ովքեր իրան մեղադրում են, հիմա ես չգիտեմ, դա նաեւ նա պատրայտ հայոյանքը ուղում էր, ասենք բոլոր նրանց, ովքեր պատրաստում են վկայի կարգավիճակով հանդես գան, օրինակ ինչ պետք է անի տվյալ քրեական գործով դատախազը, ինչպես պետք է վարվի Վարդան Ղուկասյանի հետ, երբ ասենք ինչ որ ծնող դուստր է հայոյում, բռնաբարենք, չգիտեմ ես ինչ անենք, դու սենց ես արել, դու շեղված ո՞նց կար այդ մարդը Արամ կներես ներկայացնի, ասի ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, չէ ասма բանը, եթե ով ինձի տենց մեղադրանք է ներկայացնում, ինքը իր մորը ու աղջկան բան արի, ո՞նց կար ասենք այդպես բան խոսակցության մարդը, այդպես լեզվիտեր մարդը, ասի ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես սուրբ եմ։ Հենց հիմա բացատրեմ Արտուր, տեսեք, խնդրի իրավական մասին թողենք մի կողմ, որովհետև իրավական գործած է գնում, մարդը մեղադրվում է, դեռ դատավճիռ չկա, մենք բնականաբար հարգում ենք ցանկացած մարդու անմեղության կանխավարկածը, բայց ինքն դե ինչ որ էշեշ դուս է տալի, բա ներքին թուրքին բռնաբարել ենք, ներքին թուրքը Ռոբերտ Քոչանն է, Վարդանիկ, դե գնա բռնաբարի Քոչանին, քո հորը, քո պապային քաղաքական, ուրեմն լսի արա, Վարդանիկը ես ինչ էր, ոտդ որից հետ կպոկեմ, մի անգամ էլ ես նման քֆուր լսեցի, նման ամպագորգոր հայտարարություն, այնց կբռնաբարի քեզ հայ ժողովուրդը, որ սիրտը ծիրանի սոկ կուզի։ Մտել քեզ հայելու մեջ նայ արա։ Ո՞վ ես դու ընդհանրապես։ Մինչև այդ ցաղորը հելներ գորում էր ինձի Սերժ Սարգսյանն 2007 թվին խփեցին, բան, Արույս տեղեքը մերան իմ արխանիկները։ Եվ հերիք չէ դու էշեշ խոսած։ Ոչ մեկն իրեն չի ասում, որ ինքը կաշառքը գնացը վերցրել է, իրավական գործընթաց է գնում Արտուր։ Ձայնագրությունները մենք լսել ենք, որ այս մարդը մեղադրվում է սույն հոդվածով։ Ես վստահ եմ, որ այդ գործը իր գլխին չեն սարքել։ Եվ եթե մարդ անուղեղ չի, ականջ ունի, գլուխ ունի, ուղեղ ունի, հասկանում է, տենում է, չէ ինչ է կատարվել։ Չէր ասում եկեղեցում դե 10000 ես իմ նկարիչներին պարտքեմ այդ 4 միլիոնը բանալեք վեկալեք տվեք, այսինքն սա հիմա փորձում է, այսինքն լավագույն պաշտպանությունը հարձակումն է, այս Պինոկիոն հիմա ասես մտածում է, որ կարա ինչ-որ մի հատ նման ձևի մարդկանց վախցնի ահաբեկի, ինչ-որ բռնաբարելու ենք։ Ես նորից եմ ասում, հայ ժողովուրդը քեզ, Քոչյան, Ռոբերտին ձեր բջջային ենից կբռնաբարի, արա։ Իդեպ օրինակ
օրերս հիշում ես, որ հայտարարեցինք, որ Զարուհի Փոստանջյանը տենց նեղ սրտած ուղիղ եթերների անում շատ ծանր է վիճակը, շատ վատ է, բայց Թրվռալին եկավ նստավ տենց բռնաբարելուց բան էր, շատ առողջ էր։ Արտուր նորից եմ նշում, սա գիտեք ինչի արդյունքն է, ես Գյումրիի ժողովրդին զգուշացրել էի ընտրությունից առաջ։ Հոդված էի գրել, որ Փողոցի Խուժանը Մարտուն Գրիգորյանի այս Վարդանիկի գլխավորությամբ ակտիվ անում է։ Մի 10 հատ բոմբեր գտեք, կհիշեք, են քֆուներ էին տալի այդ քաղաքապետարանի հետ կյանիկ։ Այսինքն սա մեզ խայտարականելու համար մեկ են։ Ու ինչ որ իրան Երևակայում է ինքը դու քաղաքապետից եղել կարետ արալես քո տուն արա։ Այդտեղ այդ Սպարտակ կոչվածը պատմենք ով արա։ Աբովյան փողոցում խամերով կրակում էին։ Բայց պատերազմին թողնային խամերով կրակ էին արա։ Քաուզաշապին չէ արին այդ հետ բերում, Սլաբոդկա, Վագլավե, Վարդանիկը, բայց սա հոգեկան հիվանդ է իմ ընկալվում։ Հարևան Հայաստանն եմ հետ բերելու։ Այսինքն 4 միլիոն դրամով պետք է բերեի, արի 4 միլիոն դրամը քեզի տանք։ Գնա անին հետ բեր։ Լավ ամոթասյան եկա մարդը ասենք ամոթել է Արտուր իրոքից տարիքով մարդը խելքը գցել է ինչ որ էշեշ խոսում է բայց սա նորից եմ նշում սա արդյունք է որ սրա նմաններին իրանց տեղը ցույց չեն տվել մենք ցույց կտանք հերիլա ինչ որ գող ընկերներ ունեմ ես ոչ մեկին չհետաքրքրում դու գող ընկեր ունես չգիտեմ ինչ ընկեր ունես տեսանք էլի այդ քո գող ընկերներին Վանոց Իադերյանի ժամանակ Հելավացից Հայաստանում մի հատ գող կա, ես մի հատ գող գիտեմ Վանոց Իադերյանն է, հարցեր կա արա։ Այդ թափթփուկներ։ Լավ սրանց էլ ոնց ասես Արտուր։ Եղել է Սերժի Քոչյանի ճուտը, մարդկանց վաղցրի ահաբեկե, շուտ թայֆա են ստեղծե։ Բայց հիմա կետակ ցմա 10-20 տարով կնստեք բերթերը կիմանաք որը որից հետո այդ մարդկանց ահաբեկում եք։ Շուտ ձեզ ուժեղ տղու տեղ եք դրել։ Նորից եմ նշում Հայաստանի Հանրապետություն մի մարմին կա եւ դա հայ ժողովուրդն է։ Վերջնական, ինչպես ասում են, վերջին ինստանցիան դա հայ ժողովուրդն է։ Ու հայ ժողովուրդը սրանց նետելիա պարտության աղբանոց։ Լևոնիկ Քոչյանի ու Ռոբերտ Քոչյանի գլխավորությամբ։ Ու եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեր լեզվին տիրություն արեք։ Այլապես այդ լեզուն կկտրենք ու կհայտնվի քաղաքական իմաստով։ Որ չէ թան գրեն։ Սրանք օրվա կեսը գողական են գնում Արտուր, բայց այն օրվա կեսը գնում սկսում են մարդկանց վրա գրել։ Այս երևույթները։ Քաղաքական իմաստով կմտնենք համապատասխան տեղը, որը ձեր հաչոցը չլսենք մենք։ Արամ տես օրերս Ագնես Խամոյանը հարցազրույց էր տվել Factor TV-ին եւ այնտեղ հայտարարել էր, որ հենց Ռոբերտ Քոչյանի 2026 թվականին գա իշխանության միութենական պետության հենց առաջարկ կլինի Ռոբերտ Քոչյանը միանգամից քննարկելու է դա, դե բնականաբար մենք անդրադարձանք։ Վայ, մենք անդրադարձանք դրան։ Հիմա Աղվան Վարդանյանն է գնացել Factor TV հարցազրույցի, հրավիրել են նրան եւ անդրադառնալով հանրության շրջանում արկա մտավախություններին կապված նախկիների վերադարձի հետ Աղվան Վարդանյանը կտրուկ հակադարձել է պնդելով, որ ներկա իրավիճակն անհամեմատելի է նախորդ շրջանի հետ, նախկինը սրանց հետ համեմատած ուղղակի անհամեմատելի է, տասնապատիկ ավելի լավ էր, հարյուրապատիկ ավելի լավ էր, մենք ունենք իսկապես պետականություն, մենք ունենք Արցախ, հայտարարել է նա։ Ես ուղղակի Աղվան Վարդանյանին Արտուր դա իր համար լավ էր, ինքը ճիշտ է ասում։ Այն ժամանակ իր համար լավ էր, ուղղակի խնդրեմ կցանկանամ պարոն Աղվան Վարդանի, որ գնա այդպես մանկապարտեզներով զբաղվի, հիշողությունը մա թարմանա իր։ Այն Օհանյան արմիների հետ կարան հելնեն Մալիբու այգու մոտ այդպես ֆրֆրան իրանց համար։ Ու այդ բանով նոստալգիայով ապրեն այդ մանկապարտեզների, բաների այդ գույքերի։ Դե իրանց համար շատ լավ է եղել ժամանակին։ Փող եղել է, ամեն ինչ եղել է, Արտուր ջան։ Իշխանության մաս են եղել, ինչ ուզե արել են։ Բայց հիմա շատ տխուր է Աղվան Վարդանի համար։ Ու ես ուղղակի նորից եմ նշում, չեմ ուզում ինչ-որ կոպիտ բան ասեմ պարոն Աղվանին, բայց մատ հիշողություն թարմացրու էլի Աղվան Վարդանյան։ Մնացածը ինքը հասկացավ արդեն։ Ու Արմինեին կբարևես Օհանյան։ Մեր անդրադարձից հետո Արամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հրաժարվել է արդեն դատանում ցուցմուկ տալուց։ Մտածում եմ որ հրաժարվի կարա բանը։ Նաև
դեմ է եղել, որպեսզի տեսա լուսանկարահանվի դատական նիստը։ Իր խոսքերով անմեղ մարդ է ինքը, ոչ մի բան չի արել, ոչ մի փող կապակցված անձինք չկան, գործունեությամբ չի զբաղվել։ Պատկերացնում ես, եւ մեր հետևորդները ասում են, թե բա ի՞նչ է խնդիրը։ Այսինքն դատախազներ ընկած օրերով Արտուր, տեսեք, խնդիրը պետք է լուծվի այլ դիրույթում, որովհետեւ ինչ է նշանակում դեմը։ Հանրային կարևորություն ունեցող գործ է, ու ես կոչ եմ անում ԵԱՊ մարմնին, որ այս հարցով զբաղվեն։ Ինքը դեմը, որովհետեւ որ դատական նիստը լուսաբանվի հաջորդը տենա համաձայնվի մեր այն մտքի հետ, որ ինչ որ Հայկազ Բաղմանյան տավարի ցավը։ Դու դա վիճակը տեսել եք։ Ունենցա քայլում ոնց որ բանն է, ասենք, չգիտեմ, Կուտուզովն է կամ չգիտեմ Մարշալ Ժուկովն է։ Ո՞վ եք դուք արա։ Ձեր բանակը տեսանք էլի։ Քաքի Բոյշկա Խաչատուրովը, այս տավարը, ընդդեմ երկու հատ էլի գեներալ կան, որ նայում ես, իսկ իրանց կյանքից խաբար չեն։ Այո, Արամ ջան, նայում ես դեմքերից բուվեկ լնեն, ասենք, ոնց որ ժամանակվա են կերած խմած են բանը միլիցեքը որ կա։ Ես վաղը մյուս օր ապագայում կբացահայտեմ նկարագրություն, ես գեներալ եմ տեսել, հայ գեներալ։ Կնիկը թաշնայից վրեն, չեմ ուզում ասեմ ինչ արեց։ Ասում եմ պատկապ լուշնիկներ։ Մոսկվայում տեղ ենք գնացել, ինչ-որ հայ գեներալ է, եկե նստած բան ենք խոսում, կնգա հետ հել է եկել է Լուի Վիտոն կնիկը սունկեն ձեռը, մատ նայեց մարդը չորացավ տեղում։ Ասի վայ թքեմ ես դեր աննամուս անիկն ասեր դեմքին։ Դու գեներալ կոչվել իրավունք ունեք արա։ Դուք ի՞նչ գեներալ։ Տեսանք էլի են ձեր անգեր գեներալին, ձեր կոմանդիրին ոնց ղազի պես այն լովա ինչ է մնացել, այն գնաց սփխեչյուլի պես հանձնվավ։ Հələ սրանք են Արտուր։ Ու խի պետք է թողի որ ինքը դեմա որովհետեւ որ տեսա նկարահանվի խայտարը կառնելու չէ՞ ինքը խայտարը եղած պրծացա սրանք գեներալ չեն Արտուր սրանց պետք է կոչումա զրկել ես ապագայում համոզված եմ որ պետք է օրենսդրական նախաձեռնություն լինի սովետական միությունում այդքան գեներալ չի եղել ինչքան Հայաստանի ես 7-րդ հանրապետությունում ես 92 թվականից սկսած դրանք ի՞նչ գեներալ Ով Սերժին տանում 2 կոպեկ փող էր տալի պլատի տերելում, գեներալի կոչում էին տալի, կարող չենք իմացել, չէ Զրիտա։ Գիտենք, Գրիտան քանի օքույ արա Սերժ, զանգե, որ բանակից ազատվել են։ Հիշեցնեմ քեզ արա։ Այդ Լորոպյանա վերխը թաղից հետ անգնի։ Իդեպ արամ Լորոպյանային ասեցի, Լորոպյանային հիշեցի այդ բրենդին անդրադառնալով, տես ուրեմն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ կապված հրապարակում կար, որ այս ինչ թանկարժեք շորերը հագնում 600,000 դրամ, միլիոն, ես իմ ինչքան բան։ Արամ, ես իհարկե դեմ եմ, որ շատ ճոխ հագնվեն, բայց վերջերս նաև եղավ անդրադարձ Աննա Հակոբյանի հետ կապված, որ պայուսակը $50,000 էր, բայց մենք գտանք, որ Instagram-ում այդ խանութ կար on-line, որը վաճառում էր եւ 70,000 դրամ էր, հայկական արտադրանք էր։ Այդ պայուսակին։ Հիմա ներողություն արամ, տես որ ասում են իրավունք չուներ, բան մարդը հակադարձեց, ասում է ես 1,200,000 դրամ աշխատավարձ եմ ստանում եւ իրավունք ունեմ գոնե 1-2 հագուստ տես բան, բայց էլի հետևորդներ, մարդը լավ նորմալ բան չհագնի, բոթաստերով ճղած շալվարով գնաք, ասեք ճղած շալվարով գնաց հանդիպման։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչ են ուզում էլ։ Արտուր, ես ես բացացեմ, տեսեք, սրանք են այս իրավիճակը sense ծանր տանում։ Տարիներ շարունակ նախկինում ինչ ոնց են նախարար դարը գիտենք չէ Աբրահաման Հովիկի հետ սեռական կապ այն մեկի հետ սեռական կապ Վովա Գասպանը գնում հյուրանոցում կամերայերում նկարում էին տանում Սերժին ցույց էին տալի ասում էին մեծ աղբեր հեսա սարքենք քո ճուտը անձնական ինչ ոնց ուզես կոմպրոմատները տալիս էին գիտենք չէ ոնց են նախարար դարը պրոշները լցնելով ինչ որ արհեստական կրծքերով ուրիշ բանելով էին դառնում հիմա անդրադառնանք ես սրանք ծանր են տանում ու այդ ինչ-որ լրատվական կա ինչ-որ որ ասում եմ էթիկատ ծախող կա որ քաղաքայեկի կատ ծախելու հետո Սաշիկին ռաստեք է Սաշիկը սրան ինչ-որ մերակրվե էսի գնացել հետո Սաշիկից փողա վեկալ է լրատվականա բաց է չեմ ուզում այդ երևույթներին անդրադառնամ թո Սաշիկից խոսան բայց անդրադառնանք հիմա գլոբալ հարցին տեսեք ես նայեցի ճիշտ ասած ինձ էլ էր հետաքրքիր ու գիտեք ինչն է ամենաաբսուրդը որ գիտեք մենք եւս մեծ համարում ենք անդիմադիր գործիչներ մենք
իշխանությունը կլինի, չգիտեմ ով կլինի, եթե ինչ-որ մեծ սխալ բան տենում ենք, բարձրաձայնում ենք, ուղիղ իրաց դեմքին ասում ենք։ Դա շատ կարևոր է, բայց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ կապված ես իշն է շատ ցավալի, որ Անահիտ Ավանեսյանին երբ տեսնում ես իր մասնագիտական կարողությունները, այդ մարդու համեստ ապրելակերպը, ուղղակի չգիտեմ, ամոթա ինչ ասես էլի, որ այդ օրն են ընկել, որ արդեն լավ, ինչ 200,000 դրամանոց սումկա է չուներ, այդ մարդը։ Սա զարմանալու բան է, Արտուր։ Մարդիկ Երևանի կենտրոնում 4-5 տուն են առել, ասում ես արա քեզ այդ փողը որ դուց։ Եսին որ գյուղի բանն էր, տրակտորի պագրիշկա էր փոխում։ Ձեր հետ էլ այծի կաթ էր ծախում։ Սրա քաղաքորին եմ ես պատժելու մոտով, ես ինքը հասկացավ, ես ինչ նկատի ունեմ, բայց ասեմ, Անահիտ Ավանեսյանի հետ կապված Արտուր, մենք բավականին բարձր ենք գնահատում Տիկին Անահիտի աշխատանքը, նորմալ համեստ շնորհքով անձնավորություն։ Ոչ մի վատ բան չենք տեսել, ոչ մի արտարոց բան չենք տեսել, իր համար մարդը աշխատում է, քաղաքացիների հետ շփվում է, Երևանում ազատման է գալի, տենացը չես իմանա, որ նախարար է։ Այսինքն լավ չեք ամաչում դուք արա։ Ուրիշ բան չունեք ասելու, չասես Դիշովի դեղին մամուլի ըմբոստը բուլվարային թերթի օրն եք ընկե։ Ես մտ ուրիշ բան ցույց տամ։ Դե թող հիմա եթե իրանք տաղա են, եթե իրանք այդքան կան, իրանք պապային թո ցույց տան։ Հեսա հենց հիմա Արտուր, ես հենց հիմա Արտուր։ Հատուկ հիշողության կորուստ ունեցողների համար։ Խնդրեմ։ Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները տեսան այս լուսանկարը, մոտիկ ասում եմ։ Սա Սերժիկ Սարգսյանն է, իր ընտանիքով հանդերձ։ Խնդրում եմ, թող հետաքննեն, գնան տենան, թե այս անձնավորությունները, որ սրանց նկարվել են կանգնած, ես մոտավորապես հաշվել եմ իրանց այդ հագուստը, ժամացույցը եւ այդ ամեն ինչը այս արարածների մոտավորապես մի քանի $100,000 արժի։ Հիմա 200,000 դրամանոց պայուսակը համեմատեք ու 200-300,000 հագու կապնու ժամերը։ Այդ թզուկի ձեռի ժամը մենակ $40,000 է։ Դա ամենաէժան ժամն եմ ասում։ Դա Հովիկ Աբրամյանը մենակով որ եկավ դատարանի մոտ։ $30,000 կուր կա իր հակը։ $30,000 կուր կա իր հակը։ Սերժ Սարգսյանի այդ ոդքասթը հայտնի է ժամանակ հակուստը։ Արտուր Սերժը հələ մի քիչ շուստրի է, շատ բաներ կա ցույց չի տալի։ Ասեմ իմանաք։ Ունեն գնաց թանկարժեք իրեր ունի։ Բայց նրանից խոսացեք արա, թե Սաշիկը կփրշտա լավ չի լինի արա։ Բայց Սաշիկին գնացեք ասեք դու դες փողա տալի որ հաչակ մարկանց վրա։ Բայց Սաշիկին ասեք արա այդ կոնվերս բանկում $30 միլիոն հերը տեր քեզ թոշակ կտակ է արա։ Այդ որ Իսպանիայում գնացեք գույք առե 20-30 միլիոն $, իր բջջային հավաքի տարել անդե։ Բայց դրանից խոսացեք։ Բախի պետք է խոսան Արտուր։ Որտեղ Սաշիկի պես թափթփուկը սրանց փողերը շպրտում է սրանց դեմքին, ասում է դավայ հելակ հաչալու, վիզ դնելու մեր համար։ Այ գեղացի։ Ես մեր գյուղացի բնակիչները թող չվիրավորվեն, ես նկատի գեղացին լրիվ այլ բան է։ Մենք բոլորս էլ գյուղացի ենք, բայց գեղացին, այսինքն նման գեղացին։ Անաղված քրդիշները, որ սեփական կատու ոչինչ չունեին, եկան քաղաք ու ռաստեկան Սաշիկին։ Ու դարան Սաշիկի քութիկը։ Ու ես լրատվական դաշտից զգուշացնում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Կբացահայտեմ բոլորիդ։ Բոլորի մասին գիտեմ ես ամեն ինչ Արտուր։ Որ դալանում, որ անկյունում ով ում ինչքան փողա տալի։ Խելքներդ գլուխներդ հավաքեք, այ գործով զբաղվեք։ Մի քիչ անցեք մակարդակը փոխեք ձեր։ Դե Արամ ջան, ստացել են ասենք հրահանգ, որ պետքա մի փոքր ասենք զանգվածի, ասեն տեսեք թալանեց Անահիտ Ավանեսյանը հակավ ձեր փողերով ժողովուրդ ջան։ Էսի ձեր փողերն է հակնում Անահիտ Ավանեսյանը հենց հիմա։ Բայց ասում են այն մարդիկ, այն քաղաքական գործիչներ ընդդիմադիր, ովքեր ասեք սեյֆը բացում են, բանը փողը տեղ չի անում այդտե մեջը։ Այդ նկարները, չգիտեմ, Սարյանի կտավները, բաները տունը դրած ասեք, Սաշիկես տունը, բանով թանգարաններ, մի հատ պատմության թանգարան տեղափոխել էին բան։ Արտուր Սերժի աղջիկը ասում եմ մատանի ունի 220,000 եվրո արժի կարծերից։
Բակոդրանից խոսա։ Ինքը չդնի այդ մատանին կարող է ես ու դու դնենք, Միշիկի շոյերից թող խոսան։ Այդ կարող է մալացիայից այդ շոյերը առե։ Չէ։ Սերժ Սարգսյանի հակով հատուկ Ստեփանովիչից Սարոշկա կոստյում էին կարում։ Հասցնել գիտենք այդ կարողներին էլ գիտենք այդ գործանողներին, ովքեր որ հատուկ իր համար կարող են։ Նախագահի եղել բան չեմ ասում, պետք չի մեր երկի ղեկավարը բոմժի պես հակնվի, թող նորմալ հակնվի, մենք դեմ չենք։ Բայց դուք չեք ամաչում արա։ Այս արդեն անցել եք այդ պլինտուցից ցածր մակարդակ եք հասել։ Ուստի արդյունքը գիտեք ի՞նչն է Արթուր, այդ վաղարշաբաթի ինտուիցիոնները, որ ժողովուրդը գնաց թքեց նրանց վրա։ Բայց ցավն է, որ այդ հաղթանակ դաշինքին այդ ձայն տվեցին Արամ ջան, ընտրողներ կային։ Արթուր ասում եմ, դա քոչանական սերժական քութիկներն են, իրենց այդ թայֆն է, որը դեռ բա մենք ենք հիմա այս ամեն ինչը անում Արթուր, որտեղ դեռ կան իրանք, դեռ նպատակներ ունեն, դեռ ռևանշ են ուզում անեն, ուզում են գալ կոտորածը սկսեն։ Բա մենք եթե այս ամեն ինչը չներ Արթուր, ուրիշ բան ու գործ չունենք, պետքա գանք ամեն օր սրանց բացահայտենք։ Հազար գործ ունենք մենք Արթուր։ Դրա համար եմ ասում, սիրելի հայրենակիցներ, մի վախեցեք։ Մեր կոնտակտները կան, մեր հեռախոսահամարները կան, մեր թիմը աշխատում է։ Ոտքի կանգնեք։ 2000 տարվա մեջ մի անգամ ձեզ երկի տեր զգացեք։ Այս երկիրը ձեր երկիրն է։ Ու նորից եմ նշում, վերջում արդեն հաղորդման։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ հայ կանանց, որտեղ այսօր իրանք իրանց ավելի դուխով պահեցին, ավելի արժանապատիվ, քան տղամարդիկ որոշ։ Դե շնորհակալություն քեզ Արամ։ Սիրելի հետևորդներ, իսկ մենք ձեզ համար պատրաստել ենք հատուկ անակնկալ։ Մեր հաջորդ եթերներից մեկը արդեն կլինի կրկին Հայաստանի սահմաններից դուրս, այնպես որ եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, բաժանորդագրվեք, որ ծանուցումը նոր տեսանյութի ստանաք առաջինը։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, ես Արթուրն էի, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր հայ ազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։ Լավ մնացեք։